Նոր վլոգ ենք սկսում, ինչ պետք է ասես։ Բարև բոլորին։ Բարև ձեզ թանկագիրներ, ինչպես եք։ Մենք նոր վլոգ ենք սկսում, նորից կամ գարեց, ինչպես տեսնում եք։ Ալեքսին տանում եմ, միտեղ եմ գտել, որ մի ամիս շարունակ տենց տեղա, որ երեխեքին ծնողները բերեն, խաղան, ծնողներն էլ իրանց հետ իհարկե խաղան, տեղ են էլի կազմակերպել։ Այսօր առաջին օրն է, գնամ տեսնեմ ոնց է անցնում, ոնց չի անցնում, շոփինգ մոլն էլ է մոտ, տեսնեմ, եթե հետաքրքիր չլինի կմտնենք մոլ, եթե չէ, համ խոսում եմ, համ իրեն եմ լավ, սպասենք, տեսնենք, ավտոբուսը գա գնանք միասին կպարզենք, տեսնենք, լավն է, թե չէ, լավ է լինի, կարող այստեղ ապրողները իրանք են որոշեն գնան, ինչ ով գիտի։ Կհասնենք կտենն ասուր ենք գնացել։ Երեկվա տեղը լավն էր։ Չէ, լավը չէր։ Լավ, ես ուրիշ տեղ է։ Կասես հետո որն էր ավելի լավը։ Արի դե տեղ ես, արի։ Հեսա անձրև է գալու, այ, ուժեղանալու է անձրևը, շուշուտ գնանք։ Դեռ քայլելու տեղ ունե։ Եթե սուտ չասեմ, ստեղ երևի մի երկու տարի է վերանորոգում են, բայց ինչպես տեսնենք չեն վերջացրել, երևի մի մոտակա 2-3 տարին է կշարունակեն կվերանորոգեն։ Բայց այնքան հուսով եմ, որ վերանորոգումից հետո այս ոնց որ քաղաքը կապրի էլի, կվերապրի, որովհետև լրիվ մեռած քաղաք է։ Էջեմում զեղջերը մինչև 60% է, բայց խանութներով չեմ մտնի, այսօր երեխեք ինձ ներով գտնվեք, մենք կգնանք մեր խաղալու տեղը, ուղղակի սենց պետք է այս Գրգոշի մեջով անցնենք։ Քանայով կարելի չէ, ոչ մի տեղ չէ։ Ուղղակի մարդիկ միշտ տեղից մեծ պայուսակներով են դուրս գալի, հետաքրքրում է, չէ, ասում ես ինչ ունեն։ Վերև չեն գնում, ծակ։ Ալես։ You happy now? That's good. Մի ամիս ես սենց կարծեն մնալու է, որ կարող են ամեն օր ծնողները իրանց երեխեքին բերեն խաղալու։ Կուկու։ Դու ինձ կասես ոնց մտնեմ մեջը։ Հա, ատենց անեմ ու մտնեմ։ Բայց մամային ինչքան վեշնի մաման, պայուսակին պայուսակը, տենց պիտի անեմ, լավ լարի փորձեմ։ Լարի փորձեմ, տեսնեմ կմտնեմ թե չէ։ Այ, դժվար թե մտնի մամին ձող։ Այդ ձերս բրնի։ Դե իչի, come down. Okay. Հապա։ Լավն է տեղդ։ Ինչ անեմ։ Լավ ասեն շեֆ։ Հա։ Փոխկյանքս, էլ ինչ կուզես մամին անի։
սկսում ենք նախաճաշ պատրաստելով։ Չնայած մինչ նախաճաշ պատրաստելը արդեն մի փոքր Ալեքսի հետ խաղ ենք խաղացել։ Ջրի մեջ աղ եմ ավելացնում ուղղակի։ Փորիջ եմ պատրաստելու կաշա։ Ոնց ենք ասում կաշանել։ Գերկուլեսով whole grain-ը ամբողջական ցորենից գերկուլեսը այսքանը բավական է ինձ թվում է Ալեքսի կաշային մի քիչ կաթ եմ ավելացնում, բայց ես կաթով չեմ սիրում։ Ու մրգեր։ Ընկույզ, հնդկական ընկույզ ու սովորական ընկույզ։ Ուրիշ բանով չեմ քաղցրացնում, ոչ մեղր, ոչ մի բան չեմ ավելացնում, քաղցրը թողնում եմ հատապտուղները, ինչքան կքաղցրացնեն, Ալեքսը տենց շատ մեծ քաղցրակեր չի, ի ուրախություն ինձ, չհաշված են կոնֆետները, որ ուզում է։ Եղանակը ոչ ամենաբարենպաստ ամառային եղանակներից է, դրա համար երևի թե տանը կմնանք մի որոշ ժամանակ ու ես կօգտվեմ առիթից, մի քիչ գործեր ունեմ անելու, Ալեքսը այնտեղ հեռուստացույցանայում, բայց չեմ ուզում երկար ժամանակով թողեմ, ընդամենը շատ կարճ ժամանակով կթողնեմ ու կփորձեմ այդ հարցը կարգավորել, ես արդեն մի քանի ականջի հետև եմ գցում, հասկացաք, բայց չէ, պետք է արվի, միասին կանենք հիմա։ Ինձ այս հատվածն է հարկավոր կարգի բերել, կարտոֆիլը ոնց է ծլել, չգիտեմ, ես օգտագործել կլինի արդեն, թե հարկավոր է թափել, ասում եմ, չէ, մենք կարտոֆիլ չենք ուտում, սենց վերցնում եմ ու հետո մնում է, երբ որ պետք է լինում, տանը չենք ունենում, երբ որ պետք չի, չեմ օգտագործում շատ, ասում եմ, չէ, ինչքան գնում եմ ակսիոն, նայում եմ այստեղի համար հարմար մի հատ աման, պլաստմասե, որպեսզի այս կարտոֆիլը մեկ է սոխի համար, նույն չափով, վերցրել եմ մի քանի անգամ նախկինում բերել եմ, բայց բան չի եղել, չափը չի համընկել, թողել եմ հիմա ուրիշ բանի համար ծառայում, բայց դե կարտոֆիլի համար աման է ինձ պետք, ունենց որ հենց ստեղ տեղավորվի, ուրիշ տեղ չեմ ուզում դնեմ, տեղ չկա, բայց հիմա մենք այս հատվածն եմ փորձելու կարգավորել, ինքը ընդհանուր առմամբ կարգավորած է, հենց չի, որ անկարգ վիճակում է, բայց պետքա ամսաթվերը նայեմ ստուգեմ, եթե ժամկետը անցած է, որ հանեմ թափեմ։ Հիմա մի անգամից կանենք ու համ էլ կտեսնեմ ինչ ունենք, ինչ չունենք, հետագայում ես խանութ գնալուց, եթե
հետքեր կան, հիմա ինչ եմ անում, այստեղ քացախի, սոդայի լուծույթ է, ջրով ուղղակի բացել եմ, մի քիչ էլ հենց սոդա կանեմ, ավելացնեմ, այսպես մաքրեմ։
մուրաբաներ են հիմնականում, թթուվարունգ, մի քանի հատ դդմի պյուրեներ են մնացել, մեկ էլ մի երկու բաներ մի խոսքով, որ ժամկետները տեղում էր, cranberry sauce-ն է, 4 տուփ դրանից ունեինք ու այստեղ արդեն այստեղ հիմնականում ալուրի հետ կապված բաներ են, թխելու այստեղ արդեն հաճարեղենն են, այտենց ծավար, բրինձ, վերմիշել, այտենց բաներ որ ունենում եմ, այդ ամանի մեջ է, իսկ հետևը արդեն բացի այս մի քանիսից ավել ամաններ են, սրանք էլ Ալեքսի դատարկ ջրի շշերն են, որ օրը մի կենդանի որոշում է, մուլտֆիլմի հերոս, այս վերցրել է, առնել տվեց պարոն Ալեքսանդրը, մի օր տարավ դպրոց, հետ բերեց, ասաց չէ, այսի բեբիներն են ուտում, մամի, ու չի ուտում տենց էլ, երևի դպրոցում չգիտեմ կարող ասել եմ, որ բեբի ուտելիք է, ինքը հրաժարվում է այլ ուտել, սենց մնացել է, վերջին անգամ որ գնացել էինք բազա, տեղից եմ վերցրել, կարող մտափոխվի, դրա համար չեմ թող մնա առայժմ Այս իրանք արդեն կթափեն, ինձ այդքան ճիշտ ասած դուրս չեկավ, վախենում եմ, որ կարող է որ թնկած լինի, չգիտես ինչի, բայց կասկած կա մեջս, դրա համար ավելի լավ է, ասենց մի տեսակ կախվել են այս երկու հատը, ինձ դա է ինձ հուշում ճիշտ ասած, ինձ թվում է, թե այդպես էլ կա, այս էլ բաց էր, իրար կողք էր, նախընտրում եմ երկուսն էլ թափել։ Մի հատ ծիրանն էլ դասավորեմ Պետք է ասեմ, որ բավական հաջող ծիրան էր, իմջալոց ֆրանսիական ծիրան էր ու վատը չէր, համը լավն էր։ Հարցնում էիք, արդյոք այստեղ կա հայկական ծիրան։ Ճիշտն ասած, տեսել եմ գովազդով, Բրյուսելի ոնց որ թե հայկական խանութներում վաճառում են։ Ճիշտն ասած, ինձ հարմար չի, ես Բրյուսելին մոտ չեմ ապրում, որ այստեղից գնամ, այտենց ծիրան առնելու համար։ Դրա համար ֆրանսիականն էլ վատը չի, քաղցր ծիրաններ, դե հայկական ծիրաններ կգնանք Հայաստան այդ ժամանակ կտենք, ինձ թվում է, ահան, ասենց, վերջ, բանան ստեղից կախեմ, մյուս մրգերը, որ շատ շուտ, շատ արագ չհասնեն, Բանանի կախիչը մի 2 տարի առաջ կամ 3 էլի Աբու Դաբիից է բերել, այնտեղ այն չինական խանութը որ գնում էի, կհիշեք, այնտեղ էին վաճառում, այնտեղից եմ վերցրել, բայց կարելի է բանով էլ Ամազոնով, շատ բաներ կա, որ չես պատկերացնում ուղղակի, որ գոյություն ունի, չես փնտրում, բայց եթե Ամազոնով նայես, բնականաբար կլինի։ Շատ հարմար է, որովհետև սենց եթե բանան դնում ես մի կողմի վրա միշտ սևանում է, սենց օդ է խաղում բնականաբար ու չի սևանում, լավ է պահպանվում, մյուս մրգերն էլ չի հասնում, թե չէ կողքը եթե խնձոր է լինում, ծիրան կամ ինչ միրգ էլ որ լինի, սա բանանը չի թողնում, որ մյուսները նորմալ մնան։
это. Ну, здесь надо выводить. Зачем вообще обратно? Что ж ты? Пусти. Mami, da piace. Ախր տանը սող չունենք է, հնդրիքի համար, չնայած դեր ժամանակ ունենք այնձեր, պրինձերս, պատվալը պետք աղինեմ, Ալեքսին մերնեմ, մենակ չեմ թողնի տանը, դեր են նոր ժամանակվան ինձ է, որ ջես գործեր լինում կամ ինչ-որ մի բան, մա պատվալ պետք աղինամ, այդ հորա չեմ կարող գնամ, Միշտ ասում են չէ, այտենց որ մենակ չթողնեմ, մի անգամից կգնանք, հետ կգանք կգնանք։ Դու երկու ձեռք ունես։ Բանալիներս չկորցնես, հա։ Որից կորցնեմ։ Ասենց որ լավն է, բայց շատ մեծ է։ Ինչ չկա։ Սրանք է մենակ ուլովը չի կար Բարունք վերցնեմ, մի հատ վերցնում ես, մի հատ էլ այս բանա, թուլացած է Մի հատ էլ կուղժետ վերցնենք, թանկագիններ Դդմիկ Սիրումն ենք ընտրում բնականաբար Ես մի քիչ Ալեքս ինչ ասում է, ֆոլոմի ասում է Այստեղ են ասում, без комментариев, առանց մեկնաբանությունների Մի քիչ հուզվել էր ճիշտ ասած, հասկացակ երևի թե չասեմ ինչ, չհիշացնեմ ոնց որ ինչ էր պատահել, բայց դրանից էր ուզում, չեմ վերցրել, հիմա հացով երջանիկ գնում է, ժելե կոնֆետներ էր ուզել Ես հիմա էսենց, գիտեք ինչ կուտեի, տաք մատնանքաշ